Թմրամիջոցի կորելու մասին, դա ինչի մասին է վկայում, ինչ է նշանակում ձեր կարծիքով։ Ինչ են արել։ Չգիտեմ, ինչի մասն է վկայում, բայց ծիծաղ է հարուցում։ Առանց իրեղեն Ուրեմն պատկերացրեք 18 թվականին քրեական գործը հարուցվել, այդ քրեական գործը քննվել է, հետո կարճվել է։ Հետո 25 թվականին վերստին բացում է այս քրեական գործը, այն ժամանակ ինձ էլ հարցաքննել է։ Այն ժամանակ որ կարճվեց, ինչ ինքով կարճվեց, հիշեք, ինչի վիճ ասացիք։ Ես ճիշտ ասած չեմ հիշում, ես այն ժամանակ որպես վկա եմ հանդես եկել։ Հետո 25 թվականին բացվեց, մեկ էլ հանգարց պարզվեց, որ մեղադրյալը ես եմ։ Ու դա դուք տեսաք, թե ուղեկցումը, ասենք եկեղեցու դեմ, այսպես տոտալ ագրեսիվ արշավի գործողությունների հետ։ Այսինքն այդ շղթայի օղակներից մեկն է եւ այս հանգուցալուծումը դուք եկեղեցու դեմ կատարվող ինչպես եք տեսնում, հաշվի առնելով նաեւ վերջին այս իրողությունները, երբ տեսանք Վրաստանում ինչ մեծ հարգանքով պատկառանքով են եկեղեցու հանդեպ իշխանությունները, իսկ այստեղ տարական այսպես ելքը չթույլատրվեց վեհափառ հայրապետի, այս պարագայում ինչ սպասել հետագայում։ Տեսեք, ուրեմն եկեղեցին 2000 տարվա հաստատություն է։ Եկեղեցին մեր ազգային ինքնության առանցքն է։ Իմ խորին համոզումն այն է, որ 2000 տարի գոյատևելուց, ապրելուց, այս ազգի կյանքում էական դերակատարություն ունենալուց հետո եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել, կազմալուծվել։ Եթե անգամ գեոքաղաքական շահագրգռություն կա օրինակ, ինչ-ինչ ուժերի դերակատարների պետությունների։ Գիտեք, որ որոշակի աշխարհաքաղաքական ասպեկտներ կան եկեղեցու դեմ իրականացվող այս գործողությունների խորքում, դա ակնհայտ է եւ այդ մասին բազմաթիվ փորձագետներ նշել են, բայց ով ասեց, որ նախընթաց դարաշրջաններում այդպիսի ասպեկտներ եւս չեն եղել եկեղեցու դեմ իրականացված հալածանքներում։ Ձեր ծառայիկից եղբայրներին ինչ է չբավականացրեց, ինչ իրենք չհասկացան այս որ պայքարը ամենևին վեհափառի եւ անհատների դեմ չէ, այլ եկեղեցու ուր հասան այդ այսպես կոչված տիրադարները։ Ես քիչ առաջ էլ ասացի, ես ցավում եմ իրանց համար, խորապես ափսոսում եմ։ Աղոթում եք նաեւ, որովհետեւ ես իրենցից յուրաքանչյուրի հետ որոշ ճանապարհ եմ անցել, որոշակի շփում եմ ունեցել եւ իմ մղձավանջային երազներում անգամ ես չէի կարող պատկերացնել, որ իրենք կհայտնվեն այսպիսի իրավիճակում։ Ես համոզված եմ, որ իրենք էլ այդպիսի ապագա իրենց չէին կարող կանխագուշակել։ Ասեք, տեսնեք իշխանության կողմից ետքալ իրականացվող արշավի շրջանակում եկեղեցու դեմ, քանի որ այսպես նկատելի է, որ արդեն Փաշինյանի ներկայությամբ վեհափառի անունն է հնչեցվում, այս շրջանակում որ իշխանությունը որոշակի նահանջ է արել։ Ես չգիտեմ, հիմա գիտեք ինչ, խոսում է հիբրիդային, չէ, հարձակումների մասին։ Հիմա եկեղեցու նկատմամբ իրականացվող գործողություններն են ավելի շատ ինձ հուշում հիբրիդային այդպիսի պատերազմի մասին։ Ես չգիտեմ էլի ինչ գործողություններ են պլանավորել։ Մի օր ուրեմն վարչական լծակներ են օգտագործում, այսօր կառավարությունը որոշում Անվտանգության ծառայության պետի վերաբերյալ ինչ կարող եք ասել, փաստորեն ինքն էլ վեհափառին դիմեց Ավազանի անունով վեհափառի եղբորը գործակալ անվանեց, հասնեն ազգային անվտանգության ծառայությունն է ողջ գործընթացը նաև կուրացիան, հա, անում։ Տեսեք, կարող է քպական ադարձել։ Տեսեք, էլի, ես իհարկե ես այդ մոտեցումն էլ չեմ կիսում, երբ որ մարդիկ հայտարարություններ են անում բացարձակապես հիմքերից զուրկ, եւ դա փորձում են քողարկել միայն նրանով, որ այդ հայտարարությունը քաղաքական է։ Ցանկացած անպատասխանատու հայտարարություն մարդիկ փորձում են հիմնավորել նրանով, որ դա քաղաքական հայտարարություն է։
Սա բնորոշ է քաղաքական գործիչներին, իրավապահ համակարգի ծառայողները, բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձինք սովորաբար պետք է հիմնվեն զուտ մաքուր փաստերի վրա։ Նրանք չեն կարող անպատասխանատու հայտարարություններ անել։ Իսկ ինչ փաստեր կան։ Ես ձեզ ասեմ, ես այսօր ոչ մի փաստ չկա։ Ես այսօր ունեմ մեղադրյալի կարգավիճակ, ճիշտ է։ Իմ մեղադրյալի կարգավիճակ ունենալը նույնիսկ թույլ չի տալիս որևէ մեկին կամ որևէ մեկը չի կարող հիմք ընդունելով իմ մեղադրյալի կարգավիճակը համարել, որ ես կարգալուծված եմ կամ ես այլևս եկեղեցական չեմ։ Դա եկեղեցական իշխանության մենաշնորհն է։ Այնպես որ բոլոր առումներով որևէ մեկը, քանի դեռ անձը եկեղեցական աստիճան է զբաղեցնում, չի կարող նրան աշխարհական անունով կոչել։ Բայց միևնույն ժամանակ Սրբազան մայրաթորը կարգալույծ արեց որոշ հոգևորականների թեմի առաջնորդների, օրինակ Արման Սարոյանին, վերջերս նաև Այոս թեմի առաջնորդին, բայց նրանք չեն ընդունում այդ ամեն ինչը, շարունակում են զբաղեցնել իրենց Դե գիտեք ինչ, ով չի ընդունում։ Նույն Գևորգ Օրինակ նախկինում Տեր Արամը շարունակված կատարությունն Մասնաճյուղի թեմի նախկին առաջնորդը, որ հիմա այնտեղ նստած է։ Մենք նախկինում էլ ունեցել են եկեղեցականներ, որոնք կարգալուծվել են եւ որոնք չեն ճանաչել այդ կարգալուծությունը։ Բայց դա ըստ էության ոչինչ չի փոխել իրենց կյանքում։ Չեն ճանաչել, ասում են մենք շարունակում ենք դատական կարգով բողոքարկել են։ Դատական կարգով բողոքարկելը դա վերջին ժամանակների նոնսենսն է, որովհետև նախկինում այդպիսի հնարավորություն չունեին եւ առհասարակ թե եվրոպական օրենսդրության պրակտիկայում եւ թե մեր պրակտիկայում նման դեպք չկա արձանագրված։ Դա ուղղակի կոպիտ ցեխոտ ոտերով միջամտություն է կրոնական գործերին։ Բազան մի հարցնամ գուցե զարմանակ, բայց ձեր եւ վեհապարի հարաբերությունները լավ են, երբ դուք բանտարկված էիք, փորձում էին լարվածություն, գտնել, նույնիսկ նշում էին, որ տեսանյութերը վեհապարի կողմից են, հրահանգել, որ տարածեն եւ այլն։ Առհասարակ այս հարցին ի վերջո պատասխանեք, ինչպիսի հարաբերություններ ունեք եւ այդ խոսակցությունները ինչին էին միտված։ Դեպ այդ ցեզ առաջ տարավ Արման Սարոյանը։ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ արքեպիսկոպոսի միջև հարաբերությունները չեն կարող այլ կերպ լինել, քան հայրապետի եւ եկեղեցականների հարաբերություն։ Տեսանյութի տարածման հետ կապված կասկածներ ունեք, ով կամ ովքեր կարող են դա սարքել, տարածել։ Գիտեք, ինձ թվում է այնտեղ ավելի շատ ինչ-որ խանդոտ կնոջ ձեռագիր է երևում, քան ասենք ինչ-որ տարբեր մարդկանց։ Ով կարող է լինել։ Այդ խանդոտ կինը կարող է տղամարդ օրինակ հոգևորական իսկ թեմա։ Դժվարանում եմ ասել, հիմա ասենք, որ հարցնում եք տենց էքսպրոմտ պատասխանում։ Սրբազան այնուամենայնիվ երկրի առաջի դեմքը ժողովրդին սպառնում է պատերազմով, ձեր կարծիքը այս մասին ասում է, եթե իրենք սահմանադրական մեծամասնություն չկազմեն, սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու, սա շանտաժ է, թե եւս դες որտեղից նրան այս տվյալները, որովհետեւ միջավայրում չեն դրական։ Փաստորեն սա այն էր, ինչ որ միջև հիմա փորձեր արվում ապացուցել։ Մենք ինքը ասում էր, որ խաղաղություն է լինելու, ժողովրդի մի ստվար հատված ասում էր, որ խաղաղությունը պետք է երաշխավորված լինի, որպեսզի պատերազմ չլինի։ Հիմա վերադառնում ենք նորից նախկին կետին։ Ուզում եք ասեք խաղաղություն չեն հաստատել, գիտեն, որ պատերազմ է լինելու եւ նման կերպ։ Դե ես ենթադրում եմ, որ իրենք էլ գիտեն հավանաբար, որ հիմքերը ամուր չեն։ Այլապես ինչու պետք է այդպեսի բան ասել։ Սրբազան այսօր ազգային ժողովը ամբողջությամբ ընդունեց մի օրենք, որով այսուհետ եկեղեցուն պետության հողերը սեփականության իրավունքով չեն տրվելու են անհատուց։ Դե ասում են, որ այդտեղ որևէ միտում չկա եւ այլն։ Միտում տեսնում եք այս շրջանակներում հատկապես։ Գիտեք, միտում չտեսնելու համար շատ մեծ կուրություն է պետք։ Ինչ են ուզում անել ասել դրանով։ Դե պարզ է, հերթական ռեպրեսիան է, հերթական բռնաճնշումն է, ինչ է նշանակում եկեղեցին չի կարող սեփականության իրավունքով հողեր ստանալ, երբ այդ եկեղեցիները, որոնք որ կառուցվեցին, պատմական սեփականություն են եկեղեցի։ Հետխորհրդային մի շարք երկրներում փոխհատուցման օրենք ընդունվել, չէ՞։ Երբ որ խորհրդային միության տարիներին, խորհրդային իշխանության տարիներին եկեղեցուն հասցված վնասների համար փոխհատուցում է տրվել։
Միջև հիմա վրաց եկեղեցին այդպիսի փոխհատուցում է ստանում։ Մեր Բալտիկայում այդպիսի փորձ եղել է։ Հայ իրականության մեջ այդպիսի փոխհատուցման ինստիտուտ ներդրված չի եղել։ Այն համոզումով մեր կաթողիկոսները մտածել են ազգային եկեղեցի, ազգային պետություն։ Հիմա եթե այդ եկեղեցիները, որոնք որ եկեղեցու պատմական ժառանգությունն են, չպետք է վերադարձվեն հայ եկեղեցուն, ու պետք է վերադարձվեն։ Կան տենց հողեր։ Ինչու՞ բազմաթիվ Հայաստանում կա 18000 պատմամշակութային հուշարձան պաշտամունքային կարգավիճակ ունեցող։ 18000 եկեղեցու տնօրինության տակ գտնվում են մոտավորապես 300-ը։ Սրբազան Նիկոլ Փաշինյանը արդեն ասացինք մոտավորապես վստահ չէ։ Ասում է դրանք չի ուզում տալ։ Հա, հիմա ինչ են ուզում անել։ Վերջերս Սևանի եկեղեցում կարծես երբ որ գնաց սպոնտան կերպով պատարագի մասնակցելու Նիկոլ Փաշինյանը այնտեղ Վեհապար Հայրապետի անունը չզեղչվեց, այսինքն ըստ կարգի հայտարարվեց եւ պատարագը մատուցվեց։ Դա բավականին այսպես դժգոհություն էր առաջացրել իրենց մոտ, դրանից հետո կարծես թե չի այցելել այլ եկեղեցիներ։ Ինչ է կարծում արդյոք սպառվել են այն եկեղեցիները, այսինքն այն տիրադավ հոգեվորականները, որոնք կարող են ընդառաջ գնալ եւ Փաշինյանի ցանկության պատերազմներ մասնակցել, թե ինչ որ այլ իրավիճակ է փոխվել։ Ենթադրում եմ, այո։ Սպառվել, այսինքն այդ մի քանի հոգին են, ինչ չգիտեմ 10-20 հոգին, այլ տիրադավներ չկան դեռ շարքերում։ Դե գիտեք, չես կարող բացառել։ Հա, հանգամանքներ կան, իրավիճակներ կան, չեմ կարող բացառել, չեմ կարող ստույգ ինչ-որ իրավիճակներ կան։ Իդեպ մի ուրիշ շատ գրավ հանգամանք էլ հոգեվորականներ կան, որոնք Փաշինյանի այցի ժամանակ զեղչել են Վեհապարի անունը, բայց հետո շարունակում են իրենց քարոզը տանել, պատարագը մասնակցել ըստ Փաշչաճի։ Սրան ինչպես կարծեքանք։ Օրինակ Չարենցավանի կարծեմ սուրբ ամենապետիչը կոչվում է մեր եկեղեցու հոգեվորականը, արմավիրում էր։ Լավ է, որ վերջի հասկանում եմ։ Մի անգամ одноразовый ժամանակը որ տենց տիրադավ դարձան հետեկան։ Դե լավ չի որ մեղանչեցին լավ չի որ վերադառնում է։ Բայց լավ, Խանդոտ կնոջ մասով որ աստիկ, եթե կարող եք ասել ինչ կասկածներ ունեն եւ այլն։ Չէ, ես ուղղակի էքսպրոմ ձեռագի Խանդոտ կինը պայմանականացած կարող է հոգեվորական է սքեմով տղամարդը։ Ես չգիտեմ, ես ուղղակի պահի տակ էքսպրոմ ինչ որ բան ասեմ։ Սերիալներ են սարքելու, Հա։